Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հուլիսի 4։ Լիարժեք ուրախություն համարեք, եղբայրներ, երբ տարատեսակ փորձանքների մեջ ընկնեք, իմանալով, որ ձեր հավատքի փորձությունը համբերություն է առաջացնում։ Հակոբոս 1:2-3 խոսքեր։ Քրիստոնեությունը սովորեցնում է, որ մարդը նույնիսկ նեղությունների մեջ պետք է ուրախ լինի, որովհետև այդ փորձությունները բխում են Աստծո սիրուց։ Իսկ պարտականության ճանապարհին կրած փորձությունները թե այժմ ավելի են փայլեցնում մեր քրիստոնեական առաքինությունները, թե վերջում ավելի փառավոր են դարձնում մեր երկնային պսակը։ Փորձությունների ժամանակ պետք է զգույշ լինենք, որ մեր մեջ գործի ոչ թե բարկությունը, այլ համբերությունը։ Ինչ էլ որ ասվի կամ արվի, թող համբերությունն առաջնորդի, թե մեր խոսքը, թե մեր գործերը։ Երբ համբերությունն իր գործը լիովին կատարի, այն մեզ կպատրաստի և կզինի այն ամենով, ինչ անհրաժեշտ է մեր քրիստոնեական ընթացքի և հոգևոր պատերազմի համար։ Այս խոսքերը պատասխան են հոգու յուրաքանչյուր հուսահատության, երբ մենք գիտակցելով մեր սեփական տկարությունն ու անմտությունը, դիմում ենք Աստծուն։ Եվ եթե այնուամենայնիվ որևէ մեկը մտածի, գուցե ուրիշների համար այդպես է, բայց ես վախենում եմ, որ չեմ կարող հաջողել, ապա Աստծո խոստումը հստակ է. ով խնդրի, նրան կտրվի։ Այն մարդը, որի միտքը հաստատուն կերպով ուղղված է իր հոգևոր և հավիտենական բարօրությանը, և որի նպատակը անսասան է ապրել Աստծո կամքի համաձայն, փորձությունների միջոցով ավելի իմաստուն կդառնա, կշարունակի ջերմեռանդ մնալ աղոթքի ու Աստծուն նվիրվածության մեջ և կհաղթահարի թե փորձությունները, թե ընդդիմությունները։ Երբ մեր հավատքն ու հոգևոր վիճակը կախված են լինում արտաքին հանգամանքներից և երկրորդական պատճառներից, մեր խոսքերն ու գործերը դառնում են անկայուն և տատանվող։ Այդպիսի վարքագիծը գուցե միշտ չարժանանա աշխարհի արհամարհանքին, սակայն այն չի կարող հաճելի լինել Աստծուն։ Կյանքում չկա այնպիսի վիճակ կամ հանգամանք, որը կարողանա խանգարել մեզ ուրախանալու Աստծով։